Բարի լույս, բարի կիրակի։ Սիրելիներ, այսօր անառակի կիրակին է, որտեղ պատմվում է անառակ որդու առակը։ Անշուշտ յուրաքանչյուր մեկդ այս առակը բազմաթիվ անգամներ լսել եք, այս առակի մեկնություններին եք ծանոթ, եւ չեմ ուզում հոգնեցնել ձեզ, եթե կարելի է այդ բառը օգտագործել։ Ես կուզեմ այսօր անդրադառնալ մի կետի, որ տրված է Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղղված երկրորդ նամակի մեջ։ Հետո անցնենք այսօրվա հոգևոր նախաճաշին։ Կորինթացիներ, մեր բերանները բաց են պատկամելու համար ձեզ եւ մեր սրտերը լայն։ Մենք չէ, որ նեղում ենք ձեզ, այլ դուք ձեր սրտերում եք նեղվում։ Արդ, դուք էլ նույն հատուցումն անելով որդիների տեղ եմ դնում ձեզ, լայնորեն բաց արեք ձեր սրտերը։ Անհավատներին լծակից մի եղեք, որովհետև ինչ կապ ունի արդարությունը անօրենության հետ եւ ինչ հարաբերությունը լույսի եւ խավարի միջև։ Եվ կամ ինչ միաբանություն Քրիստոսի եւ Բելիարի միջև, եւ կամ ինչ առնչություն ունի հավատացյալը անհավատի հետ։ Եվ այսպես շարունակ։ Անդրադառնալով անառակ որդու պատմությանը, պիտի շեշտեմ մի կետ, որ ինձ համար հետաքրքիր է։ Անառակ որդին, կրտսեր որդին, հորից ուզեց իր ունեցվածքը եւ գնաց հոր տնից, մտածելով, որ նեղում են իրեն այնտեղ։ Ինքը այնտեղ հարմար չի կարող ապրել, ինքը ինքնուրույն չէ, ազատ չէ, ինքը չի կարող իրականացնել իր նպատակները։ Հոր տնից գնալով ինքը ցույց էր տալիս, որ ինքը այլևս ազատության մեջ է դուրս գալու։ Իրեն թվում էր, թե նեղում են իրեն, բայց իրեն չէին նեղում, այլ ինքը իր սրտում նեղվում էր։ Եվ դրա համար ուր էլ որ գնաց, վատնեց, անհավատների հետ անցկացրեց իր վիճակը, որովհետև միջավայրն էր փոխել, դուրս էր եկել հավատքի միջավայրից, դուրս էր եկել արդարությունից եւ մտել էր անարդարության մեջ։ Տեսեք, թե ինչի է հանգեցնում, երբ մարդը իր սրտի մեջ նեղված է, եւ իրեն թվում է, որ իր միջավայրն է իրեն նեղում։ Ուրեմն սիրելիներս, այսօրվա հոգևոր նախաճաշի հիմքը ինձ համար այս է. եթե մենք նեղված ենք, դա չի նշանակում, որ միջավայրն է մեղավոր։ Դա նախ եւ առաջ նշանակում է, որ մենք չենք կարող ճիշտ ընկալել եւ ճիշտ գնահատել այն միջավայրը, որտեղ մենք ամբողջական պետք է լինենք, որտեղ մենք պիտի կարողանանք իրականացնել մեր ցանկությունները։ Եվ այս իսկ պատճառով է, որ շատ դեպքերում Աստծուց հեռանում ենք, կարծելով, որ Աստված մեզ խանգարում է, որպեսզի այս աշխարհի մեջ մենք անենք այն, ինչը որ մենք ուզում ենք անել։ Հերիք չէ հեռանում ենք, միად էլ Աստծուց ուզում ենք այն, ինչ որ մեզ հասանելիք է։ Եվ Աստված սիրող հոր նման տալիս է մեզ ասելով, որ գնա, վատնիր, մեղքի մեջ ընկիր, ուրեմն քո կամքի համաձայն, մինչև որ հասկանաս, որ խնդիրը ոչ թե իմ հետ է, այլ քո սրտի հետ է, այլ քո մտքի հետ է, քո ապրումների հետ է։ Փոխիր քո սիրտը, փոխիր քո միտքը, որպեսզի վերադառնաս այն հավատքի միջավայրը, որ ես եմ տրել, ասում է մեր Տեր Աստվածը։ Եվ այդպես էլ եղավ սիրելիներս անառակ որդու հետ։ Նա վերադարձավ, բայց ապաշխարելուց հետո, միտքը փոխելուց հետո։ Եվ մենք էլ այսօր սիրելիներ, որպես պատկան պիտի ընդունենք այս դրվագը, որ շատ հարցերում այո մենք նեղված ենք, բայց ոչ թե պիտի փնտրել մեղավորությունը մեզանից դուրս, այլ նախ եւ առաջ նայել սեփական անձի մեջ, որպեսզի կարողանանք այդ ապաշխարությունը ապրել, թեթևացնելու համար մեր սիրտը, մեր միտքը եւ մեր հոգին։ Եվ այսպես թե այնպես վերադառնալու ենք դեպի Հայրը, վերադառնալու ենք դեպի Աստված, վերադառնալու ենք հայրական տուն, որովհետև այնտեղ է, որ մենք ճշմարիտ մենք ենք։ Այնտեղ է, որ իմ եսը վերադառնում է իր արարչության նախնական օրինակին եւ բնօրինակին։ Այնպես որ սիրելիներս, անառակ որդու այս կիրակին մաղթում եմ, որ յուրաքանչյուր մեկս բացենք մեր սրտի դռները, թեթևանանք, թոթափենք այն ամենը, ինչ որ կա մեր սրտում, որ անառակ որդու նման այդ ճամփորդությունը չանցնենք, այլ կարողանանք միանգամից ապաշխարությամբ դառնալ դեպի Հայրը։ Բարի եւ խաղաղ կիրակի ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։